Ողջունում եմ բոլորին, իմ շատ սիրելի հետևորդներ, հարազատներս, թանկագիններս։ Համեղ տորթ ենք պատրաստելու այսօր, շատ համեղ, տոնական, սպիտակ ջերմակ, ինչպես ուզում եք անվանել։ Այս տորթը ես Ռաֆայելը չեմ անվանի, բայց կոկոսի քերուկ ենք օգտագործելու, նուշի ալյուր ենք օգտագործելու, այնպես որ կարելի է նաև Ռաֆայելը անվանել, ինչպես ուզում եք։ Իդեպ ասեմ, ջեռոցը նախապես արդեն միացրել եմ, որովհետև շատ արագ պատրաստվող խմորեղեն է, 180 աստիճանում ենք թխելու, վերև ներքևը միացված, առանց օդափոխի չի։ Իդեպ ես ձևամանը վերցրել եմ շատ մեծ 30 սանտիմետր տրամագիծ ունի, որովհետև չեմ ուզում, որպեսզի բիսկվիտս բարձր լինի։ Ուզում եմ, որպեսզի ցածր ստացի, որովհետև տոնական սեղաններին, սիրելիներ, բոլորին եմ խորհուրդ տալիս շատ բարձրության բարձր տորթեր խորհուրդ չեմ տալիս, որպեսզի օգտվողը, ձեր հյուրը, չամաչի այդ մեծ կտորը վերցնի ու կեսը ուտի, կեսը չուտի։ Եթե ցանկանում եք, որպեսզի ձեր հյուրերը հյուրասիրվեն, մի քիչ ցածր տորթեր պատրաստեք։ Ես օրինակ շատ եմ սիրում բարձր տորթեր, բայց տոնական օրերի համար ցածրն է հարմար, որպեսզի օգտվելը հեշտ լինի։ Հիմա անցնում ենք առաջ, ձու ունեմ, ընդամենը 6 ձու, տեսեք 30 սանտիմետր տրամագծին օգտագործելու եմ ընդամենը 6 ձու, 6 ձու ունեմ, 180 գրամ շաքարավազ ունեմ, 70 գրամ նուշի ալյուր, 110 գրամ սովորական ալյուր է, եթե նուշի ալյուր չունեք, ավելացրեք ընդամենը 180 գրամ ալյուր եւ վերջ, ունեմ փխրեցուցիչ ու սկսում ենք պատրաստել։ Սկզբնական պետք է ձուն հարենք, հետո քիչ-քիչ ավելացնենք ալյուրը, ձայնս կտրված է, բայց ոչինչ, ես մի կերպ կխոսեմ։ Ձուն բավականաչափ հարվել է շաքարավազի հետ, արդեն կարող եք ավելացնել մնացած մթերքները։ 2 թեյի գդալ փխրեցուցիչը ավելացնում եմ ալյուրի հետ, խառնում եմ, որպեսզի հեշտ լինի։ Սկզբից ավելացնում ենք նուշի ալյուրը, խառնում ենք։ Ու հետո ավելացնում եմ արդեն ալյուրը։ Իդեպ նուշի ալյուրը ես ձեռք եմ բերել պատրաստի վիճակում, դուք կարող եք նուշը ուղղակի մանրացնել, աղալ ու կստանաք շատ հեշտ նուշի ալյուր։ Իդեպ ես ալյուրը արդեն մաղով անց եմ կացրել, նախապես ասեմ, դուք էլ մաղով անց կացրեք, ջեռոցս էլ արդեն տաք վիճակում է։ Սա սովորական դասական բիսկվիտ չէ, սիրելիներ, որովհետև այստեղ կա փխրեցուցիչ, այստեղ կա նուշի ալյուր, ցանկության դեպքում կարելի ավելացնել նաև կոկոսի քերուկ, բայց օգտագործելու ենք զարդարելուց եւ կրեմի համար։ Տեսեք, խմորս պատրաստ է, լավ տեսք ունի, ես գոհ եմ այս արդյունքից, յուրաքանչյուր կին պետք է խմորին նայի, պետք է իրեն դուր գա, եթե դուր չգայս, ուրեմն մի բան այն չի անել, այնպես որ սիրելիներ, դուք էլ այդպես պետք է լինեք, քանի որ նուշի ալյուր կա խմորի մեջ, ինքը սենց հատիկներ ունի, շատ խոշոր է, կարող է մտածեք, որ ալյուրը լավ չի խառնվել, բայց հանգիստ եղեք։ Հիմա ավելացնում եմ, միայն ներքևի մասն եմ թուղթ դրել, եզրերը նույնիսկ թուղթ չեմ դրել, ոչ էլ յուղել եմ, որպեսզի լավ բարձրանա։ Մի քանի անգամ այսպես սեղանին ենք հարվածում, որպեսզի օդը դուրս գա, ուղարկում ենք ջեռոց, սիրելիներ, մոտավորապես 30-35 րոպե հաստատ ջեռոցը չենք բացում, որովհետև պետք է թողնենք, որպեսզի լավ թխվի։ Իդեպ, բոլոր բաղադրիչները պետք է ունենան սենյակային ջերմաստիճան։ Իհարկե այստեղ ձուն պետք է լինի սենյակային ջերմաստիճանի։ Եթե մի քիչ էլ ուշ բարձրանա, հարվի, խնդիր չկա, բայց կարող է լինի սենյակային ջերմաստիճանի, դա ճիշտ է, որովհետև սառը խմորը դնում ենք տաք ջեռոցի մեջ, ինքը անմիջապես կեղև է կապելու, ներսից լավ չի թխվելու, հետո ասել եք, ինչու է կենտրոնական մասում կամ ցածր լինում, կամ բարձր լինում։ Այսպիսի մանրուքներ պետք է հաշվի առնեք, ու ամենակարևորը, ես երբ որ ասում եմ ջեռոցը պետք է նախապես տաքացնել, սա ուղղակի չեմ ասում,
ջեռոցը իսկապես պետք է մի 20 րոպե գոնե շատ տաքացնել, որովհետև մեր տան ջեռոցները պրոֆեսիոնալ ջեռոցներ չեն, որ մենք վստահենք։ Յուրաքանչյուր ջեռոց իր ներսում կարող է 180 աստիճանի վրա ինքը դրել, բայց ինքը լինի 160 աստիճան կամ լինի ավելի բարձր։ Դուք ավելի լավ կճանաչեք ձեր ջեռոցը։ Ուրեմն, մինչև մեր ինչ անուշ բուրմունք ունի, երբեմն կոկոսի քերուկը ձեռք ես բերում, իր անուշ հոտը չունի, բայց հենց նոր կտրեցի տուփը բացեցի, հրաշք է, այս սիրում եմ ես համնո հոտը։ Մինչև բիսկվիտը կպատրաստվի, կրեմն ենք պատրաստում, սերուցքային կրեմ ենք պատրաստելու, սիրելիներ, 400 գրամ սերուցք ունեմ, 33%-անոց է, աշխատեք օգտագործեք բնական կենդանական սերուցք, կենդանական ավելի համեղ է ու ավելի անվնաս, ուղղակի մի քիչ դժվար է հարել, բարձր յուղատվություն վերցրեք, որպեսզի հեշտ լինի եւ օգտագործելու եք մասկարպոնեները 400 գրամ, իսկ քաղցածներով խտացած կաթով 2 ճաշի գետանել բավական է։ Կարող եք վանիլին օգտագործել, կարող եք ոչ, ես վանիլին եմ օգտագործելու, վերջում եք կոկոսի քերուկ եմ ավելացնելու։ Հիմա մի փոքրիկ սերուցքը կհարեմ, հետո կավելացնեմ մասկարպոնեն։ Սերուցքային ցանկացած պանիր օգտագործեք։ Երբ որ լավ փրփրում է սերուցքը, ես ավելացնում եմ մասկարպոնեն ու հետո շարունակում եմ հարել։ Երբ որ զգում եք մի քիչ արդեն պնդացել է, կարող ենք ավելացնել վանիլինը եւ խտացած կաթը։ Շաքարային վանիլին եւ ինչպես խոստացել էի, 2 ճաշի գթալ խտացած կաթ, պարզապես քաղցրացնելու համար, շատ քաղցր չեմ սիրում։ Այ հիմա շարունակում ենք հարել մինչև պատրաստ լինելը։ Տեսեք ինչ լավ կրեմ է ստացվել, ձիգ, գեղեցիկ կրեմ։ Կրեմից մի փոքրիկ վերցնում եմ երեսը զարդարելու համար, սա պարտադիր չէ, դուք ինչպես ուզում եք, այդպես է զարդարեք, որովհետև հետո կոկոսի քերուկ եմ ավելացնելու, զարդարելուց այդքան էլ սիրուն չի լինում, երբ որ կրեմը հարթ չի լինում։ Ուղղակի մի քիչ վերցնում եք ու վերջ։ Հիմա առատ կոկոսի քերուկ եմ ավելացնում, կապ չունի քանի գրամ է, այստեղ ես ունեմ, ասեմ քանի գրամ, որտեղ է գրված, 250 գրամ է այստեղ, երևի դեռ 100 գրամներ չեմ ավելացրել, հիմա կխառնեմ, մի քիչ էլ կավելացնեմ, մի քիչ էլ կպահեմ զարդարելու համար, որ երեսը մի քիչ կոկոսի քերուկ ցանեմ, իսկ ինչ անուշ է բուրում, շատ լավն է, այ դուք էլ այսպես կպատրաստեք, կտեսնեք, որ համեղ է ստացվելու, հրաշք տորտ։ Հետո կողք եմ դնում, կդնեմ սառնարանում, որպեսզի սառը մնա, որովհետև բիսկվիտը դեռ պատրաստ չի, հիմա կասեմ քանի րոպե, մոտավորապես 20 րոպեից պատրաստ կլինի, այնպես որ դնում եմ սառնարանում, գործերը շարունակեմ, հետո կհանդիպենք։ Սիրելիներ, ես ուրիշ տեսանյութեր եմ նկարում, բիսկվիտը արդեն պատրաստ է, թողնում ենք, որպեսզի հովանա, հետո արդեն երևի 2 մասի կբաժանենք։ Տեսեք ինչ լավ թխվել է ներսից, ճիշտ է դեռ տաք է, բայց թողնում ենք հովանա, հետո կհավաքենք տորթը։ Հավաքում ենք տորթը, սիրելիներ, քանի որ կրեմի մեջ առատ կոկոսի քերուկ ենք լցրել, մի քիչ սենց դժվար տարածվող կրեմ է, բայց ես գիտեմ, որ դուք մեծ պատվով ու գեղեցիկ աշխատանքը կկատարեք։ Եթե ուզում եք բիսկվիտի շերտերը թրջել, կարող եք թրջել, ես չեմ թրջում, որովհետև ուզում եմ, որպեսզի նուշի ալյուրի համն ու հոտը զգացվի, որովհետև շատ համեղ է։ Հույս ունեմ շատ բարձր չստացվեց, որովհետև գիտեիք, որ ես շատ բարձր չեմ ուզում։ Ու կրեմապատում ենք ամբողջը։ Վերջ, սա այսպես։ Սիրուն կրեմապատեցինք, հիմա եզրերը սիրուն մի հատ կմաքրեմ, այստեղ մի հատ կհավաքեմ ու կշարունակենք։
Մի քիչ այսպես եզրերը կոկոսի քերուկ ենք անում։ Ուզում եք ձեր քերով, ուզում եք ինչպես ուզում եք, ես այսպես զգուշությամբ կլցնեմ։ Հետո նոր կշարունակենք զարդարել։ Վերջ, տորթի զարդարանքը վերջացրեցինք, կոկոսի քերուկն էլ այսպես լցնում ենք, ուղարկում ենք սառնարան, թողնում ենք սառի, հետո արդեն կկտրի։ Այս տորթը իմ ամանորյա սեղանից չի պակասում, ես միշտ պարտադիր պատրաստում եմ, որովհետև նուրբ է, ձմեռային է ու շատ համեղ է։ Այս ոնց է բուրում, շատ եմ սիրում, երբ որ կոկոսի համն ու հոտը լավ գալիս է, սիրելիներս։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք, անպայման պատրաստեք, իդեպ կարող եք ոչ թե շրջանաձև պատրաստել, կլոր տորտ պատրաստել, այլ ուղղանկյուն քառակուսի, ինչպես որ ցանկանում եք, որպեսզի կտորներն էլ, եթե սիրում եք առանձին խմորեղենների հետ դնել, կարողանաք հեշտ կտրատել։ Ես այսպես եմ դնում տոնական սեղանին։ Բարի տոներ բոլորիս, սիրելիներս, շնորհակալ եմ, որ դիտեցիք։ Կհամտեսեմ, կասեմ համը ինչպիսին են, իսկ մենք կհանդիպենք հաջորդ համեղ կամ տորթի կամ որևէ համեղ ուտեստի տեսանյութում։ Ուղղակի պետք է պատրաստել ու վայելել։